Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քննվում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը, ինչ մանրամասներ է հայտնել փաստաբանը։ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը կքննի եպիսկոպոսատ ժողովից 1 օր առաջ, ինչ այլ որոշում է կայացվել դատական նիստի ընթացքում։ Բաքվում շարունակվում է մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը, փաստաբանները պահանջով են հանդես եկել։ Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի, Զելենսկին ուզում է իմանալ Մոսկվայում կայացած բանակցությունների մանրամասները։ Քիչ առաջ հրապարակվել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի դատավճիռը, նրան կալանավորել են 2 ամսով։ Ինչպես գիտենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ էր քննում Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Աղջիկս 12 տարեկան է, դպրոցի հաճախում եւ երբ որ պատմության դասերը անցնում է, գալիս է եւ քննարկում ենք։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն. «Հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիր է, դասը լինելու է մողոլ-թաթարական արշավանքներից մինչև ԿՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ է իր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Պարզ է, որ չի արելու, որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում սապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է տվել։ Ես որքանով տեղակ եմ գործի մանրամասներից որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք։ Ինչպես գիտենք, ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում էր երեկ ձերբակալել Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Նրան մեղադրում են, թե իբր վերջինս 2018 թվականին վեհափարի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Արշակ Սրբազանին ձերբակալելու լուրը առաջինը հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը, թե ինչ փակագծեր է բացել փաստաբանը, մանրամասները տեսանյութում։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես? Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ փորձակնություն անցել է, արդյոք օգտագործել է թմրամիջոցը։ Չգիտեմ, չունեմ այդ վիճակը։ Դրանք են, չէ, բայց չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանին, Միքայել Արշակ Սրբազանը երևի ճակատագիրը շարունակողն է։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան, այն անձը, որ կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություններ ունի նրա հետ։ Կամ ինչ հարաբերություններ ունեցել։ Ոչ մեկ չի ճանաչում այդ անձանց։ Սրբազանը հարվածված երիտասարդ է, այսպես իշխանական էջերին տարածում է տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկին։ Ինձ էլ եթե օրինակ նման հարցն է, ես էլ կհարվածեմ։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հայտնված։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել է։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազան է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն։ Նրանք ավելի շատ ունեն։ Լավ,
Արշակ Սրբազանի ձերբակալությունը անարձագանք չի մնացել։ Այսօր դատարանի բակը բազմամարդ էր հաջակցություն Արշակ Սրբազանի։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դատարանի որոշումը կանխատեսելի է։ Իսկ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու եւ ձերբակալելը համարել է այլանդակություն, հակապետականություն, հակաեկեղեցականություն, անամոթություն եւ անբարո վարքագիծ։ Մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացում, ասենք 7-8 տարվա վաղեմության ժամկետներն անցած ինչ որ ենթադրյալ գործողությունների մասով, որ նակնհայտը շինծու է, փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը մերժելու հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը։ Եվ այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությունը, նրա հլու հնազանդ կամակատար դատախազությանը, որպես պետության մեջ սահմանադրությամբ ամրագրված հիմնական գլխավոր մեղադրողի, որովհետև սրա գործողությունը, դատախազության գործողությունը ոչ այլ ինչ է, քան ծառայել ներրին, ծառայել սատանային, ծառայել հակահային, Հայաստանի Հանրապետության կենտրոններին, ուրիշ բացատրություն ես այստեղ չունեմ։ Մասիս Մելքոնյանը ընտրվեց որպես դատավոր, ինքն էլ միշտ աչքի է ընկել անաչառ բացարձակ իշխանության հրահանգները չկատարելով եւ այլն։ Այս երկեպ եթե որպես կատական էլ, եթե որպես իրականություն, այդ կատակները անում ենք նրա համար, որ իրականության դժոխքից, իրականության գրոտեսկից, իրականության խայտառակությունից հնարավորություն ունի ինչ որ մի քանի վայրկյան շեղվելու։ Տեղի ունենալու հետեւյալը իմ համեստ կանխատեսումներով Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ իշխանություններին եւ կկալանավորի Արշակ Սրբազանին։ Ես ամեն դեպքում ուզում եմ, որ մեր քաղաքացիները, չնայած պարոն Բաբայանը, իմ գործընկերները մինչ այդ ասեցին, մի քանի կետ ֆիքսեն, էլի շատ կարեւոր։ Խոսքը գնում է 2018 թվականի դրվագի մասին, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, որ իբր իրանց մոտ հայտնաբերված թմրանյութերը իրանց գրպանը գցել է Արշակ Սրբազանը։ Ես ճանապարհին տեսնում էի լրատվականներից մեկը մի կոմիքս էր պատրաստել, որ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. ինչ անենք Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Սա խայտառակություն չի, սա անաստվածություն է, սա անբարոյականություն է։ Իսկ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նշել է, որ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի։ Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար։ Կեղտոտ քարոզչությամբ նախընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում ամեն ինչ անում վարկաբեկելու համար։ Սա հենց այդ դեպքն է։ Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին ու որոշեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով, իբր նրան վարկաբեկելու համար։ Հայաստանում անձնիշխանությունն ու Պետությունը թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նկատում է, որ այն ինչ կատարվում է մեր պետության եւ եկեղեցու դեմ ամենօրյա ռեժիմով անտարբերության շքերթ է։ Նա նշել է, որ մարդ կարող է համակրել կաթողիկոսին կամ չհամակրել, կարող է գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող է լինել հավատացյալ կամ չլինել։ Դա ընտրության նախապատմության հարց է, բայց երբ մարդ ուղղակի հրաժարվում է լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է։ Անտրամաբանական է, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ։ Անտրամաբանական է, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար։ Անտրամաբանական է, երբ մարդկանց մեղադրում են գործակալ կամ մանկապիղծ լինելու համար։ Իսկ հետո կալանավորում իբր 7 տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը հանրությանը եւ պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։
Ցավալի է, բայց այսօր Հայաստանի Հանրապետության ղեկավարը փաստացի պայքարում է Հայաստան պետության դեմ եւ այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էր մեր տրամաբանող էակ եւ հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից եւ հանրային կարծիքից շատ ավելի կախված է, քան հանրությունը դա գիտակցում է։ Իսկ երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների դատավարությունը։ Սրբազան պայքարի գործով դատական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդություն է ներկայացրել Սրբազանի խափանումամիջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսած ժողովին։ Տրամաբանությամբ էլի եմ ասում, քանի որ այստեղ նախորդիվ նշվել է, որ այդ տեսակետը, որ կարող է բոլորինը փոխվի Բագրատ Սրբազանինը մնա նույնը, ես ասում եմ, էլի այն տրամաբանությամբ բաց ենք թող, այսինքն ցանկացած միջոց, որը դատարանի համար ընդունելի կլինի ապահովելու Բագրատ Սրբազանի մասնակցությունը եպիսկոպոսած ժողովին, նույնիսկ չգիտեմ, եթե քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ թույլ կտրվի վերադառնալ հետ կալանավայր ժողովին մասնակցելուց հետո այդ բանով դրա համար ազատ ենք թողել պատճառաբան, այսինքն միջնորդագրի խնդրամասը, ասելով, որ փոխել կամ վերացնել եւ պայմանավորել ենք եւ մեր սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ եւ 11-րդ հոդվածների մեկնաբանությամբ Պաշտպանների միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին, իսկ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 14-ին։ Դատական նիստին Սրբազան պայքարի գործով անցնող Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով մինչև 2026 թվականի մարտի 8-ը։ Բնակության վայրը Արթուր Լավրենտի Սարգսյանը տնային կալանքը պետք է կրի երրորդյա ժամկետ Երևան քաղաքի ունեցի փողոց տուն 8 հասցեում։ 20 միլիոն դրամը բնականաբար մնում է անփոփոխ, վերաքննիչ քրեական դատարանի կողմից Երված այն մնում է անփոփոխ։ Տնային կալանքի ընթացքում Արթուր Լավրենտի Սարգսյանին պետք է արգելել ունենալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ծառայություններից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացվող փոստային առաքաններին շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների, քրոջ, հոր, մոր, քրոջ, քույրերի, եղբոր ընտանիքի անդամների, բացառությամբ այդ անձանց, բնականաբար, ինչպես նաև պաշտպանների, հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվելու շտաբ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ արտակարգ իրավիճակում փրկարար ծառայություններ կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Վիեննայում մեկնարկել է ԵԱԿ 32-րդ նախարարական համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջան-Հայաստան այժմյան հարաբերությունները ամենախաղաղ ու կայուն փուլում են։ Պաշտոնական Բաքվի ներկայացուցչի խոսքով երկու կողմերն էլ տարբեր մակարդակներում կոնկրետ քայլեր են ձեռնարկում մեկնարկած խաղաղության գործընթացին թափ հաղորդելու համար։ Ադրբեջանը որպես բարի կամքի ժեստ միակողմանիորեն հանել է Հայաստանի համար ուժի մեջ եղած տարանցիկ սահմանափակումները։ Այս զարգացումները պարզ ցույց են տալիս, որ առաջ շարժվելու լավագույն ճանապարհը երկկողմ բանակցություններն են։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականին։ Սա պատմական տարի է, 30 տարվա հակամարտությունը մոտեցել է ավարտին, հաջորդ տարին ևս կարևոր է, հույս ունենք ֆորմալիզացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, ասել է նա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ կանցլերը ողջունել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը։ Իսկ ԵՀԿ գործող նախագահը արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու եւ ԵՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար։ Հայաստանի հրապարակած Արցախյան բանակցային փաստաթղթերը, ինչպես հասկացաք, ստացել են զգալի արձագանք թե ներքաղաքական, թե միջազգային դաշտում։ Առավել կոշտ արձագանք է ստացել Մոսկվայից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է միջազգային դիվանագիտական էթիկան, երբ առանց համաձայնեցման հրապարակել է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը, նաև պետությունների ղեկավարների նամակագրությունը։ Բոլոր հրապարակված նյութերը քանդում են այն թեզերը, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել։ Ռուսաստանի մասնակցությամբ ընդունված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ երկիրը հետևողական ջանքեր է գործադրել դիվանագիտական քաղաքական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այդ փաստաթղթերից երևում է, որ հնարավորություններ եղել են, բայց դրանք բաց են թողնվել։ Միակ հարցը, որ մնում է, ում մեղքով, սակայն այդ հարցը մեզ չի ուղղված։ Զուգահեռ Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել մեր հայրենակիցների դեմ կեղծ գործը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբաններից մեկը խնդրել է արդարացնել նրան, հայտարարելով, որ նրա գործողությունները հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Նույն abովանդակ հայտարարություններով են նաև հանդես եկել Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի եւ մյուս պատանների ադրբեջանցի փաստաբանները։ Մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։ Միջազգային լրահոսից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչյացի մասին ամբողջական տեղեկություն ստանալն է։ Նա նշել է, որ ուզում է հասկանալ Պուտինը ինչ այլ պատվիրակներ է գտել պատերազմը երկարաձգելու եւ Ուկրաինայի վրա ճնշումը շարունակելու համար։ Ըստ Զելենսկիի, Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը շատ լավ է անցել։ ԱՄՆ բանակնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ Ինդիա թթ-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ Ռուսաստանն ամեն դեպքում ռազմական կամ այլ ճանապարհով կազատագրի Դոնբասը ու Նովորոսիան, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնության գար դեռևս 2025 թվականի փետրվարին, երբ ինձ հետ հանդիպեց Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ԱՄՆ առաջնորդը մեկնաբանելով կարգավորման գործընթացը։ Աշխարհն այժմ ապրում է մեկ դարում չտեսնված զանգվածային փոփոխություններ եւ դրանք արագորեն ծավալվում են։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին, որոշելով իր հաջորդ ուղին։ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռայնության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը եւ վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում։
ABC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում գտնվող ռազմաբազայի մոտ։ Անձնակազմի անդամները հասցրել են ինքնանետվել։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն ցուցաբերեն խոշոր փոփոխությունների պայմաններում, քանի որ աշխարհը կանգնած է խաչմերուկին։ Գիտեք, երբ ես այս գրասենյակում էի, խոսեցի խաղաքարտերի բացակայության մասին։ Ես Զելենսկիին ասացի, որ դուք խաղաքարտեր չունեք։ Այ հենց այդ ժամանակ էլ պետք է համաձայնության գային։ Դա շատ ավելի լավ ժամանակ էր կարգավորման համար։ Քվեարկության արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է թույլատրել Իսրայելին մասնակցել Եվրատեսիլ 2026-ին։ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան եւ Սլովենիան արդեն հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել մրցույթը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, իսկ տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օրվա շարունակություն։